Բարև։ Սիրելիներ, Ղևտացոց 15-րդ գլուխը գվերապերի մարմնային հոսումին մասին։ Կան 4 տեսակ խնդիրներ, որոնք կնկարագրվին որպես անսովոր մարմնական ձորում տղամարդոց, սերմնահեղուկի հոսում, գնոջ ամսական տաշտանը եւ արյունահոսությունը, որ կապված չէ տաշտանի հետ։ Յուրաքանչյուր ձորում կրնա գրել վնասակար հիվանդություններ եւ այդ պատճառով անոնց գրնանք նայել որպես մեղքի խորհրդանիշ։ Մեր մարդկային էությունը կապված է մեղքի հետ, հատկապես քաղնի մեղքերով, որոնք այնքան կշատնան անմաքրության մեջ ամեն ադեն, որ բահված են։ Մեղքը ոչ միայն մեզ կբղձե, այլ մեր մեղքը իր հերթին կբղձե նաև ուրիշները։ Վերադառնալով փորոդության տասին, այդ հիվանդությունն էր, որ երկար ժամանակ կարելի չէր քաղնի բահել, քանի որ այն ի վերջո պիտի տարածվեր։ Բայց ձորումի հոսումի խնդիրները կարելի էր երկար ժամանակ քաղնի բահել, քանի որ ադոնք արդակնաբես չէին երևնար։ Ահա թե ինչու այս հոսումի խնդիրները, ձորումի խնդիրները ճիշտ ներկայացումն են մեղավոր ներքին կյանքին, մտքի կյանքին, որ նույնպես անմաքուր է եւ հաճախ շատ ավելի անմաքուր, քան մեղքի բացահայտ գործողությունը։ Եկեք տեսնենք Ծննդոց 6:5-ը, ուր գսե. «Եվ դերը երբ տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա, եւ անոնց սրդին խորհուրդներուն բոլոր գաղափարները չար էին ամեն օր»։ Խնդիրը այն է, որ հոսումի հարցերը, հատկապես անոնք, որոնք կապված չեն մարմնի սովորական գործողություններուն հետ, ադոնք կապված են արդատրիչ օրգաններու հետ։ Այսինքն, ադոնք հասարակական հիվանդություններ են, որոնք կփոխանցվին ամուսնութենեն դուրս սերային հարաբերություններու միջոցով։ Ցավոք սրտի, ադոնք վարագիչ են, մահացու եւ ավելի տարածված, քան փորոդությունը։ Հիմա սիրելիներ, երրորդ համարը կնկարագրե այս մեկը հստակ լեզվով, բացահայտելով, թե որքան նախադական եւ աբականած է այս անմաքուր հարցը։ Այդ կատարյալ արդացոլում է մեղքի թարախի, որ գոհոսի այսօր մարդոց եւ գիներու սրդերեն։ Գրնակ տեսնել ձայն ծեր շուրջը։ Մարդկային էությունը ոչ միայն աղավաղված է, այլ նաեւ կփճացնե իրեն շրջապատող ամեն ինչ։ Ես եւ թուն գաստենք իրար վրա։ 4-7 համարներու մեջ մեզի գսվի, որ բոլոր բաներուն վրա, որ գնստի, հոսում ունեցող անձը, բոլոր բաներուն, որ գտպչի, բղձված է։ Անգողինը, որում վրա անբարգած էր, անմաքուր է, նույնիսկ անոր երազները անմաքուր են։ Աստված հետաքրքրված է իր ժողովրդի կյանքին ամեն ինչով, բոլոր մանրամասնություններով։ Նույնն է բարական այսօր, Աստված հետաքրքրված է մեզ մեր յուրաքանչյուրով եւ գուզե մաքրել մեր ներքին կյանքը։ Անհետաքրքրված է մեզմով, երբ կբարգինք, երբ կքալենք, եւ անհետաքրքրված է, թե ինչ բանի կտպչինք։ Շատ մարդիկ անքուն գիշերներ կանցնեն, ոչ թե ոչխարներ հաշվելով, այլ վերհիշելով իրենց մեղքերը ցանկություններու հաջույքով։ Կարևոր է հիշել, որ Աստված գտիդե եւ մենք պետք է խոստովանենք մեր մեղքը։ 8-12 համարներու մեջ կսորվենք, որ այս հոսումի խնդիրը ունեցող անձը կբղձե ուրիշներուն շփումի միջոցով։ Այսօր հավատացյալը գրնա ինքզին գտնել հանրային վայրի մեջ, ուր մեկը հայհոյանքներ գնե, գրնալը մտածես, այդ չաստ էր իմ վրաս, բայց իրականության մեջ այդ կաստ է։ Բոլոր բաները, որ գլսես եւ գտեսնես, գրնա բղձել հավատացյալը եւ ան մաքրվելու գարիք կունենա։ Հիշեցեք, որ թե ջուրը եւ թե արյունը կգործածվի հավատացյալը մաքրելու համար, որ կնշանակե, թե Սուրբ Հոգին կբերե Քրիստոսի զոհաբերությունը ճիշտ այս քաղնի մեղքերուն, որոնք կաստեն մեր կյանքերուն այսօր։ Ինչպիսի պատկերն է այս քաղնի մեղքերին նկատմամբ այսօր, մարդոց կյանքերուն մեջ եւ նույնիսկ հավատացյալներուն կյանքերուն մեջ։ Բայց որու կնկարագրե այդ, որու պատկերն է, այդ իմ եւ քու պատկերն է սիրելիս։ Ահա թե ինչու մենք պետք է մաքրվենք, որբեսի քանք անոր ներկայության։ 16-18 համարներում մեջ հոսումի խնդիրը շատ հստակ է։ Խոսքը
զուգավորության հիվանդություններուն մասին է, որոնք չափազանց վարագիչ են եւ գաբագան է։ Հստակ է, որ սերային մեղքերը առաջնահերթ ուշադրություն կգրավեն հոսումի խնդիրներու այս գլխուն մեջ։ Եվ այս հստակացնելու համար է, որ այս անսուրբ ցանկություններն ու ցանկասեր մտքերը մեղսալից են եւ անընդունելի են Տերոջը համար։ Իրականության մեջ 31-ին 33 համարները կհստակացնեն, որ մահը բադիժներ ձորումի հարցերը ղեկավարող բադվիրաններուն չհնազանդելուն։ Եվ այս անիմաստ բանը չէ Աստծո համար։ Եվ Աստված լավ գարկ ու կանոն տնող է։ Հավատացյալներուն քաղնի մեղքերը կարելի չէ անդեսել։ Ինչպես կսե Սուրբ Գիրքը, մեր մարմինները Սուրբ Հոգին դաջար են։ Աստված դակավին գործ ունի իր զավակներուն հետ։ Եվ ես կհավատամ, որ ան կզգուշացնե մեզի այսօր։ Սիրելիս, ինչպես ինքզինքդ զերծ կբահես սերային մեղքերեն, որոնց մասին Աստված այսօր մեզ կզգուշացնե իր խոսքին մեջ,